Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Այսօր եկեք խոսենք այն մասին, թե ինչու են տղամարդիկ անտարբեր սեփական առողջության հանդեպ։ Ինչն է պատճառը։ Երևի թե տենց բան նկատել եք, մանավանդ եթե հաշվի առնենք, որ շատ տղամարդիկ վնասակար սովորություններ, չէ, առողջությանը վնաս հասցնող ծխելն է, չգիտեմ, ալկոհոլի օգտագործումն է, մեքենա վարելուց որոշակի անզգուշությունը կամ ռիսկայնությունն է, կամ ավելորդ համարձակությունը, այդ ամեն ինչը երևի թե տղամարդկանց ամենօրյա վարքագծում նկատել եք, որ տղամարդիկ ունեն սեփական առողջության, սեփական անվտանգության նկատմամբ մի տեսակ մատների արանքով նայելու հատկություն, վերաբերմունք։ Ուրեմն ինչից է դա գալիս, նամանավանդ բժիշկներն էլ կասեն կամ ովքեր որ հարազատ են եղել հաճախ հիվանդները, տղամարդիկ, դեղերի ընդունումն են գլխառադանում, հետևողական չեն լինում, հետազոտություններ չեն սիրում անցնել, ասում ես պետք է այս հետազոտություններն անցնենք, բժշկի դիմելուց են ավելի այսպես ալարկոտ, մի խոսքով ընդհանուր առմամբ մենք ունենք այդպիսի պատկեր, որ տղամարդիկ սեփական առողջության նկատմամբ ավելի անտարբեր են, քան կանայք, այդպիսի բան կա։ Եվ ինչն է դրա պատճառը։ Ասեմ, որ դա բնավորություն, որպես այդպիսին կամ չգիտեմ, ձեռքբերովի կամ դաստիարակության հետ, իհարկե կապ ունի, բայց ոչ այնքան։ Հիմքում տղամարդու զարգացման էվոլյուցիանը, այսինքն հազարավոր, տասնյակ հազարավոր տարիներ ինչով է զբաղվել տղամարդը եւ տղամարդու էվոլյուցիան, այսպես ասած, ինչպիսին է եղել։ Տղամարդիկ զբաղվել են որսով, սնունդ հայթայթելով եւ վտանգի ժամանակ անձնազոհությամբ, սեփական ընտանիքին պաշտպանելու համար անձնազոհությամբ։ Կամ որսի է գնում, լեռներ, սարեր, ձորեր, դուրս են գալի բաց ծով, նավագնացությունը ինչպես է եղել, տղամարդիկ են, չէ, զարգացրել նավագնացությունը։ Պատկերացրեք, մարդը ինչքան պետք է համարձակ լինի, որ դուրս գա բաց ծով, որտեղ փոթորի, գիտի, որ կարա նավը խորտակվի, կարա էս լինի, բայց մարդիկ գնացել են թեկուզ հենց ձկնորսության համար դուրս են եկել բաց ծով։ Որսորդության համար գնացել են, չգիտեմ, գիշատիչների զուգահեռ որս են արել, բերել են տուն։ Այսինքն ընդհանուր առմամբ տղամարդու կյանքը, կենսակերպը, տղամարդու էվոլյուցիան գնացել է խիստ ռիսկային պայմաններում։ Եթե տղամարդը մտածեր սեփական անվտանգության մասին, սեփական առողջության մասին, տղամարդը որսի չէր գնա, բաց ծով դուրս չէր գա, գիշատչի առաջ սեփական ընտանիքը պաշտպանելու համար չէր գնա, այդ մարտահրավերը չէր ընդունի։ Հետևաբար տղամարդկանց մոտ էվոլյուցիայով, էվոլյուցիոն տեսանկյունից կա որոշակի ինքնապահպանման բնազդի բթություն։ Այսինքն էվոլյուցիան բերել է նրան, որ տղամարդը սեփական առողջության կյանքի մասին կամահրանքով է վերաբերվում, անլուրջ է վերաբերվում։ Բնականից, բնությունից թույլ է զարգացած այդ ինքնապաշտպանության, ինքնապահպանման բնազդը եւ ավելի արտահայտված է սեփական ընտանիքին, սեփական համայնքին, սեփական ընկերությանը, սեփական թիմին ծառայելու այդ ցանկությունը, մղումը, ավելի դա է արտահայտված։ Էվոլյուցիայով ամփոփում ենք, տղամարդիկ սեփական առողջության նկատմամբ ունեն պակաս մտահոգ լինելու հատկություն։ Դա է բնության պահանջը եղել։ Եթե դա այդպես չլիներ, այդ տղամարդը ոչ ընտանիք կունենար, որտեղ սոված կմնար իր ընտանիքը, եթե դա չլիներ, հարցակվող գիշատիչը կամ թշնամին կամ այն կողի ցեղի վայրագները կգային բարբարոսները եւ իր ընտանիքը իր ցեղը կկոտորեին։ Այսինքն այդ հատկությունը սեփական կյանքի մասին չմտածել, սեփական առողջության մասին չմտածել, եկել հասել է մեր օրեր։ Տղամարդու գենետիկայում բնազդների մեջ, եթե կարելի է այդպես ասել, դա նստած է։ Եվ սա ինչի է մեզ բերում։ Մեզ բերում է այս ապահով օրերում, ոչ էլ ոչ որսա, պետք է սուպերմարկետում ամբողջ ուտելիքը կա,
որ ոչ ընտանիքի վրա լուրջ ագրեսիա կա, այսինքն ամեն մեկի ընտանիքը իրավապահ համակարգով, ավանդույթով, լավ թե վատ մի խոսքով պաշտպանված է, տղամարդկանց մոտ դրսևորվում է վնասակար սովորությունների հանդեպ հակում եւ սեփական առողջության նկատմամբ անտարբերություն։ Սա է պատճառը, որ տղամարդիկ անտարբեր են սեփական առողջության նկատմամբ։ Բայց մեր օրերում էլ տղամարդու առողջությունը դա ոչ միայն իր անձնական բարեկեցությունն է, դա իր ընտանիքի բարեկեցությունն է։ Այսինքն պատկերացրեք, եթե մի տղամարդ Աստված չանի մի բան եղավ, արդեն դանակը ոսկորին հասնելու փուլում հայտնվեց հիվանդանոցում։ Իր ամբողջ ընտանիքը դրանից դժբախտանում է։ Իր երեխաներն են դրանից դժբախտանում, իր կինն է դրանից դժբախտանում։ Դրա համար պիտի տղամարդիկ մենք մի քիչ մտածենք, որ այ մարդ հալա բնազդով սենց է գալի, գենետիկայով, էվոլյուցիայով սենց է գալի։ Հա ինչ անենք։ Բայց այսօրվա դարը, այսօրվա կյանքը պահանջում է, որ մենք ճիշտ հակառակը հետևողական լինենք, ուշադիր լինենք, դժվար է ստացվում, ես գիտեմ, բայց մեզ պետք է հեսօր էլ հասկանալ, որ պաշտպանել ընտանիքը նշանակում է պաշտպանել սեփական առողջությունը։ Դու քո առողջությանը լավ նայի, ընկեր ջան, ու դրանով դու արդեն քո ընտանիքին կերջանկացնես, որովհետև քո մատը, որ փուշ է մտնում, ինչպես քո ընտանիքի ցանկացած անդամի մատը, որ փուշ է մտնում, դա ամբողջ ընտանիքի համար է դժբախտություն, տխրություն եւ այլն։ Հետևաբար մեր ժամանակները, մեր օրերը պահանջում են հակառակը, տղամարդուց պահանջում են ավելի հոգատար լինել սեփական առողջության նկատմամբ։ Բայց այս հարցը այնպես չի, որ հեշտ ու հանգիստ լուծվում է։ Ինչու՞։ Որտեղ այնուամենայնիվ բնազդը մնում է բնազդ։ Եվ հիմա դիմում եմ մեր սիրելի հարգելի կանանց։ Հարգելի կանայք, հետևեք տղամարդկանց որպես երեխաների։ Եթե դուք կարծում եք, որ միայն մանկաբույժի մոտ այցելելուց հետո պետքա ձեր երեխայի դեղերը, ժամը, անալիզները հետևողական լինեք, որ անի երեխան, ես ձեզ հավաստիացնում եմ, շատ ու շատ տղամարդիկ այ երեխու պես կարիք ունեն, որպեսզի իրանց փոխարեն մեկը առավոտվա դեղերը առավոտը տա, երեկոյան դեղերը երեկոյան տա, դիետային հետևի, հուշի, հիշեցնի իր ամուսնուն, իր տղամարդուն։ Շատ տղամարդիկ այդ դրա պահանջը ունեն եւ ոչ միայն երեխաները։ Այսինքն, եթե մանկաբույժի մոտից որ գալիս եք, ո՞նց եք հետևում ձեր երեխայի դեղերին, անալիզներին, մյուսին, այն նույն ձևի պետքա հետևեք, երբ որ տղամարդը բժշկից եկել է։ Եթե տղամարդը այցելում է բժշկի, երեխու պես հետները վեր կացեք, գնացեք բժշկի։ Ձեր երեխու ո՞նց եք հետևում, թե բժիշկը ինչ ցուցումներ է տալիս։ Այդպես հետևեք, թե բժիշկը ինչ ցուցումներ է տալիս ձեր ամուսնուն, ձեր տղամարդուն։ Ուրիշ տարբերակ, ավելի հարմար տարբերակ։ Ես չգիտեմ, ես քիչ փորձ չունեմ, էլի մասնագիտական, հավաստիացնում եմ ձեզ։ Երեխու նման շատ տղամարդկանց, ոչ բոլորին, կամ բավականին կազմակերպված, դիսցիպլինայով, իրանց հետևող, պարտաճանաչ տղամարդիկ, այդպիսիք կան, բայց ես կարծում եմ, որ նրանք մեծամասնությունը չեն։ Ես կարծում եմ, որ տղամարդկանց կեսից ավելին երեխու նման պետքա տեր կանգնես, հետևես, այն բժիշկի գնալուց հետը գնաս, անալիզները տալուց հետը գնաս, դեղերը տալուց հետը տաս։ Եվ խնդրում եմ սրա մեջ որևէ խնդրական վերաբերմունք չխնդրեք։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչը բնությունից եկող առանձնահատկություն է, որը իհարկե ենթարկվում է դաստիարակչական կոռեկցիայի, իհարկե ինքնագիտակցությունը մարդու բարձրանալով սա հնարավոր է որոշակի վերանայման ենթարկել, բայց 100% սա արմատախիլ անել մի քիչ դժվար է։ Այնպես որ հարգելի կանայք, ձեր ցավը տանեմ, հետևեք ձեր տղամարդկանց ճիշտ այնպես, երբ որ բժշկին են, էլի, բժշկական հարցերի մեջ են հայտնվում, ինչպես ձեր երեխաներին եք հետևում, երբ բժշկական հարցերին են բախվում։ Թերևս այսքանը այսօրվա համար։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։ Ջերմ բարևներ բոլորին։